Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչողությունից։ Հայրենաճանաչողությունը սկսվում է հայրենիքի պատմության ուսումնասիրությունից։ Ողջույն բոլորիդ, հիմա գտնվում ենք պատմական վայրում, Սանահինի կամուրջը կամ Նանե Թաքուհու կամուրջը։ Սա միջնադարյան Հայաստանի կամուրջաշինության եզակի օրինակներից է։ Կառուցել է 1192 թվականին Գյուրիկյան Նանե կամ Վանենի Թաքուհին։ Վանենին Զաքարե եւ Իվանե Զաքարյանների քույրն էր, որ ամուսնացել է Լոռվա թագավոր Աբբաս II-ի հետ։ Լոռեցիները Վանենին Նանե էին կոչում։ Երիտասարդ տարիքում են ամուսնացել Աբբասն ու Նանեն, սակայն երկար համատեղ կյանք չունեցան։ 18 տարեկան հասակում Աբբաս արքան մահանում է եւ ամուսնու հիշատակը հավերժացնելու համար Նանեն կառուցում է այս կամուրջը։ Առանձնահատկություն նրանում է, որ կամուրջի հիմքերից մեկը մյուսից բարձրություն տարբերում է 6.5 մետրով։ Այսինքն տեսնում ենք, որ այստեղ ճարտարապետական ինչ միտք է աշխատել, երկրաչափական ինչ հաշվարկներ են արել, որ ծանրության կենտրոնը գտնեն եւ արդեն 900 տարի է կամուրջը կանգուն է եւ ծառայում է մարդկանց։ Առաջ կամուրջի վրայով անգամ սայլեր են անցել, հիմա միայն հետնյոտնի համար է։ Իդեպ Նանեի եւ Աբբասի այդ պատմությունը սրանով չի ավարտվում, մի հետաքրքիր ինտրիգ կա։ Ամուսնու մահից հետո Նանեն լսում է, իմանում է, որ շրջակա գյուղերից մեկում իր ամուսինը երեխա ունի, ինչ որ մի գեղեցկուհուց, եւ բարեսիրտ Թաքուհին որոնում գտնում է այդ մանկանը, բերում արքունիք եւ որպես մայր պահում նրան, մեծացնում, աճացնում։ Տեսնում եք, որ Թաքուհու բարեսրտությունը ուր է հասնում, եւ Նանե Թաքուհին ոչ միայն բարեսիրտ հայուհի էր, եւ իր ամուսնու հիշատակը հավերժացնելու համար ոչ միայն կառուցեց այս կամուրջը, այլ նաեւ պահեց նրա զավակին։ Կամուրջը զարդարված է պատկերաքանդակներով, այնտեղ Գյուրիկյան թագավորների զինանշան հովազը կտեսնեք։ Բավականին բարձր է դեպետից եւ այնտեղից մի գեղեցիկ հետաքրքիր տեսարան է բացվում։ Մենք իհարկե միասին կքայլենք կամուրջի վրայով եւ դուք կտեսնեք այդ գեղեցիկ տեսարանը, բայց բոլորս եկեք Նանեի պես սիրենք հայրենիքը, շնացնենք հայրենիքը, կառուցենք հայրենիքը եւ նաեւ բարեսիրտ լինենք մեկ-մեկու նկատմամբ։ Կհանդիպենք։